Սա գիրք է, բայց ինչպիսի գիրք, մեծ գիրք, հետաքրքրական գիրք, հին գիրք, եթե ասեմ նկարագրե այս գրիչը, ինչպիսին է այս գրիչը, կսես փարակ, սև, գեղեցիկ, երկար, քոյական մը նկարագրելու համար մենք պետք ունենք հատուկ բառերու, այս բառերը կգոչվին արձագաններ, ուրեմն արձագանը քոյականին ինչպիսին ըլլալը ցույց կտա, աշխատասեր աշակերտ, հսկա ծառ, գեղեցիկ քաղաք, Գարդեմ առանց արձագաններու լեզուն ցանցրալի պիտի ըլլար, արձագանը կջոխացնե լեզուն, ինքնաշարժը անցավ, մեծ ու շքեղ գարմիր ինքնաշարժը անցավ, ավելի գեղեցիկ է, չէ՞։ Արձագանները կրնան ցույց տալ չափ, մեծ դուն, բզդիկ դուն, բարձրահարկ շենք, երկհարգանի շենք, քույն, գարմիր խնձոր, կանաչ խնձոր, որակ, համով ջաշ, հետաքրքրական գիրք, խելացի պատասխան, փնավորություն, բարի մարդ, ցերնհաս ընկեր, շատ կարևոր։ Արձագանները սովորաբար չեն փոխվիր, այսինքն ոչ հոգնակի կլան, ոչ ալ կհոլովվին։ Քաչ զինվորները չեն կսեր քաչեր զինվորները, բդղադու ծառերուն դագեն քալեցի, բդղադուներ ծառերուն դագեն քալեցի չլար։ Մեր ժողովուրդը այնքան շատ սիրած է արձագանները, որ սկսած է զանոնք որպես քոյական ալ գործածել։ Քաչ զինվորները ասելու փոխարեն սկսած է ասել քաչը, քաչը նահատակվեցավ, ուժեղ մարդը կհարկվի, ուժեղը կհարկվի։ Այս արձագանները կգոչվին փոխանուններ եւ քոյականի արժեք կունենան։ Ինչպես կգործածենք արձագանները։ Արձագանները կրնանք տնել քոյականեն առաջ։ Բարձր շենք, կապույտ երկինք, բայձար արև, շքեղ բնակարան։ Եթե ուզեք, արձագանը կրնանք տնել քոյականին քովը, կավելցնեք էական փայմը եւ կունենաք կարճ նախատասություն։ Շենքը բարձր է, երկինքը կապույտ է, արևը բայձար է, բնակարանը շքեղ է։ Դուք որոշեցեք, որ մեկը ավելի գեղեցիկ է։ Արձագանը տնել քոյականեն առաջ, թե քոյականին քովը կամ քոյականեն ետք եւ անոր էական փայ ավելցնել։ Համով գերագուր, գերագուրը համով է։ Աստղերը բսպղուն են, բսպղուն աստղեր։ Առաջինի բարակային մենք նախատասություն կգազմենք։ Երկրորդ բարակային նախատասությունը կրնանք ավելի մեծցնել։ Բսպղուն աստղերը կշողշողան բարձ երկինքին մեջ։ Այսօրվան համար այսքանը։ Չմոռնաք միանալու մեր էջին, հավանության գոճակը սեղմելու եւ դարաձելու դեսանյութերը։ Լավ եղեք ու միշտ հիշեցեք, որ սորվիլը թյուրին է։ Հաջողություն բոլորիդ։